Եղնիկյանին մեղադրում են 4 գործողություն կատարելու մեջ։ Առաջինը, որ նա ըստ էության տեղեկություն է հրապարակել տեխնիկայի շարժի մասին, երկրորդ, որ նա միջոցներ է ձեռնարկել ազատության հրապարակում հավաքված անձանց տեղափոխելու գնդի տարածք, երրորդ, որ նա իբրև թե ապատեգակատվություն է տարածել, որ իրավապահ մարմինների կողմից տրամադրված սնունդի հետևանքով թունավորվել են սասնածռի տղաները, դրանով իսկ հեղինակազրկել է իրավապահ մարմիններին եւ վերջինը, որ ձգտել է ռադիոկապով ապահովել սասնածռերի տղաները։ Փաստորեն մենք առաջինը նախ պարոն Եղնիկյանը հայտարարում է, որ նման որևէ գործողություն չի կատարել։ Երկրորդ, գործի նյութերում եւ դատարան ներկայացված փաստաթղթերում որևէ նյութ չկա, որ կիսատ գոնե կարող է հագում կատարել այս 4 գործողությունների։ Չկա այդպիսի նյութեր։ Ընդհակառակը դատարան ներկայացվել են 4 այլ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս մեղադրանքի հետ։ Այդ 4 հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները ըստ էության վերաբերել են 4-ից 3-ում Կարո Եղնիկյանը խոսել է իր տիկնոջ Ռուզաննա Եղնիկյանի հետ։ Եվ խոսակցություններից մեկը հետևյալն է, որ ինչ որ մեկից, որ Կարո Եղնիկյանի կինը զանգում է Կարոյին եւ ասում է, որ իրեն ասել է մի այլ իրեն ասել է անունը չեմ ուզում ասեմ, ենթադրենք իրեն ասել է Սն ինչ որ մեկից է իմացել, այդ ինչ որ մեկն էլ Վարուժան Ավետիսյանը ինչ որ մեկին է ասել, ինչ որ մեկը Սին է ասել, Սն ասել է Ռուզաննային, Ռուզաննան էլ ասում է Կարոյին, որ ո՞նց մոռացա թե ինչ ասել։ Տեխնիկայում Հա, երևի մի վարքյան հիմա։ Մի խոսքով, եւ Կարոն լսել է, ասել է չէ, որ պետք չի հավաքվել ազատության հրապարակում։ Կարոն ուղղակի ասել է լավ, ու վերջ։ Փաստորեն այս հեռավոր խոսակցությունները վերջում ասել է Կարո Եղնիկյանին, Կարո Եղնիկյանը ուղղակի բան չի արել։ Հաջորդ 3 խոսակցությունները, 2 խոսակցություն եղել է թունավորումների հետ կապված, որտեղ Կարոն եւ Ռուզաննան խոսացել են, Կարոն ասել է ուղղակի իր տեղեկություններով 3 հոգի իրենց վատ են զգացել, մի հոգի էլ ըստ էության ոնց որ թունավորվել է, հավանաբար թունավորումը եղել է սննդի վատ որակից կամ ժամկետանց պահածոներից։ Եվ կինը հարցրել է այդ խոսակցություններից մեկում հրապարակել, ասել է կարիք չկա։ Վերջ։ Առաջի օրերից չեզոքացնել Կարո Եղնիկյանին քաղաքական նպատակներով, հետո այդ շարքը շարունակվեց, ամբողջացավ, ես եւս ձերբակալվեցի, հետո ինչ հանգամանքների պատճառով առանց մեղադրանքը, այսինքն մեղադրանքը բաղվում է, բայց ազատության մեջ եմ գտնվում պայմանական եւ մնացած բոլորը։ Ինչպես հիշվեց, Վարոն Սարգսյանն էլ հիշեց, այդ ձերբակալվածների այս մեղադրանքով, օժանդակության մեղադրանքով կալանավորվածների մեծ մասը կամ հիմնադիր խորհրդարանի անդամներ են, կամ ընդհանրապես հիմնադիր խորհրդարան շարժման նախաձեռնության շրջանագից են եւ կամ էլ սասնաձրերի կամ հիմնադիրի անդամների հարազատներից են կամ մոտիկ ընկերներից։ Այստեղ նորից ուզում եմ հիշադակել ցավոք Պաստապան Նիկոլայ Բաղդասարյանը սպառվածության պատճառով այստեղ չէ, որը իմ պաշտպանն է, բայց միաժամանակ Մեհեր Մազմանյանի պաշտպանն է, 6 երեխաների հայր, Դան, եթե չեմ սխալվում, միակ գերակրողը, որը բարձրապես, ինչքան գիտեմ, առավոտյան ամսի 17-ին զանգ է ստացել եւ այդ զանգ ստանալու, այսինքն զանգ ստանալը մեղք է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, այդպես է ստացվում, փաստացի, հա, այս իշխանությունների կողմից այդպես է մեկնաբանվում օրենսգիրքը։ Եվ մինչև այսօր արդեն 1.5 ամիս է այդ ընտանիքը իրեն հացաբարողից զրկված է։ Սա եւս ճնշման միջոց է բոլորի նկատմամբ։ Այնինչ թույլատրված է իշխանության կողմից դա հետապնդելի չի, կամ այնինչ որ բխում է իշխանության, քաղաքական իշխանության շահերից դա ուրեմն թույլատրելի է, բայց նույն գործողությունը, որը կարող է կատարել մեկ այլ քաղաքացի վերստին նույն իշխանության գիտությամբ, դա արդեն քրեորեն հետապնդելի է։ Ավելին, շատ տարօրինակ է, որ այդ օժանդակության հարցով
ուրեմն պետք է ամբողջ քրեակատարողական հաստատությունները, դատախազություն եւ այլն քրեական հետապնդման ենթարկեն օժանդակության համար, ինչու՞ որովհետեւ բջջային հեռախոսներ գտնում են բոլոր դատապարտյալների մոտ անխտիր, որոնց միջոցով նաեւ կատարվում են բավական լուրջ ուրեմն հանցագործություններ։ Տվյալ դեպքում հանցագործություն չի կատարվել։ Տվյալ դեպքում եղել է տեղեկատվական կապ, ինչի համար, եթե նույնիսկ փորձել են արել։ Տեղեկատվությունը պարտադիր պետք է լիներ։